Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ կյանք եւ USA Armenian Life թերթի գլխավոր խմբագիր ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտի փոխտնօրեն Աբո Չապարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Չապարյան։ Բարև ձեզ։ Պարոն Չապարյան, մեր զրույցը սկսենք 2025 թվականի օգոստոսի 8 վերադառնալով։ Տեսեք, օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ամերիկայի միջև ստորագրվեց համատեղ հռչակագրեր եւ դրան զուգահեռ գիտեք TRIP-ի մասին խաղաղության նաև պայմանագիրը նախաստորագրվեց եւ այդտեղ հենց սկիզբ դրվեց TRIP-ին, որի մասին վերջին ամիսներին խոսվում է, խորհրդարանական ընդդիմությունը եւ առհասարակ քիչ չէին մարդիկ, ովքեր պնդում էին, որ TRIP-ը այդպես էլ կմնա թղթի վրա, իրականություն չի դառնա, Ամերիկայի Միացյալ Նահանգները որևէ շահագրգռվածություն չի ունենա դա կյանքի կոչելու։ Հիմա մենք 5 ամիսների ընթացքում տեսնում ենք ուղիղ հակառակը։ Ընդհանուր առմամբ ձեր վերաբերմունքն է հետաքրքիր TRIP-ի հետ կապված եւ ինչ է կարծում TRIP-ը արդեն գետնի վրա իրականություն է դառնում։ Անպայման որ պետք է իրականություն դառնա, որովհետեւ սա ոչ միայն հայրենի մեր ժողովրդի համար, այլ նաեւ ամբողջ աշխարհի հայության համար գենաց մահու խնդիր է։ Եթե այսպիսի Զանրակույն բարձր արժեք ներկայացնող անկին նվաճումը արդեն իրականություն եղած է եւ մենք շատ անելիք ունենք ժամանակ պետք չէ շատ ծախսենք գերց ընդդիմության այսպես կոչված ռեսաստրուկների հետ որովհետեւ ժամանակի կորուստ է իրենց գլխավոր նպատակը մեր արժանավոր ժողովրդի հայրենի ժողովրդի քաղաքացիների այդ սուղ ժամանակը էներգիան գուզեն բոլորը շեղել որովհետև TRIP-ը այնպիսի հրաշք իրագործում մնե Ամերիկայի եւ Հայաստանի Հանրապետության համատեղ չանքերով եւ նաեւ պետք է ասել որ արդարացնելու համար 44 օրյա պատերազմին ամիջապես յետքը Ամերիկահայեր եւ հայասեր ամերիկացիներ ինչպիսին է բարոն Մարկ Մքարլին որ հիմնադիր ղեկավարն է ամերիկյան հայկական ազգային անվտանգության ինստիտուտին նոր մագարտակ սկսան ստեղծել եւ իրենք պետք է ասեմ որ homework-ը բավականին լավ գերբով կատարեցին եւ ուրախ եմ NC ղեկավարությունը American Armenian National Security Institute-ի ղեկավարությունը եւ ամբողջ այդ ընտանիքը մեծ ընտանիքը խոշոր քաղաքարագից ամերիկահայերու եւ ոչ հայ ամերիկացիներու որ այսպիսի քեղեցիկ նոր բազմաշրջանը սկսավ TRIP Trump Route for International Peace and Prosperity այսինքն Թրամփի ճանապարհ միջազգային զարգացման եւ խաղաղության համար եւ TRIP-ը իրականության մեջ իմ այս շաբաթվա հոդվածի մեջ ես նշած եմ որ TRIP-ը ամբողջացումն է հայկական խաչմերուկին խաղաղության խաչմերուկի որի մասին խոսում հայկական խաղաղության եւ փառքավաճման խաչմերուկին եւ պետք է ասել որ սա այն հազվագյուտ արիտներն է որ չպետք է մենք գմգմանք չպետք է դարագուսանքի թողենք որ մեր ներքին գերց ընտիմատիրները պետք չէ թողենք որ մեզ առաջնորդեն դեպի դարագուսանք վախվխում հավասար է ամբողջական դանուլ տալ որի համար մենք դրամատրված չենք եւ պետք է մեր լավակույնը ունենք եւ ինչպես որ անգլերեն ասեն if we play our cards right եթե մեր քարտերը ճիշտ խաղան Սյունիքը գվերածվի հարավային Կովկասի Մանհեթենի եւ Հոնկոնգի իսկապես այդպես է կարծում անպայման որովհետեւ Սյունիքի աշխարհաքաղաքական ստրատեգիական թիրքը հստակ կերպով մեզի կներկայացնի ասենք հատկապես Եվրոպա եւ Մերձավոր Արևելք եւ Եվրասիայի շրջանի մեջը այն միակ ամենակարևոր հողային գամուրջը հյուսիսի եւ հարավի միջև
արևելքի եւ արևմուտքի միջեւ։ Հիմա որքան էլ որ չեք ցանկանում անդրադառնալ ընդդիմությանը, բայց ընդդիմության թեզերից մեկը նրա մասին է, որ Սյունիքը աշխարհակաղակական բախումների թատերաբեմ է դառնում, այսինքն տարբեր երկրներ, տարբեր աշխարհամասեր եւ բոլորը իրենց շահերն ունեն այստեղ։ այստեղ։ Ադինորություն չէ, ադիգա ասենք քյուդարարություն չէ, որ իրենք կնեն։ Սյունիքը եւ ընդհանրապես հայկական բարձրավանդակը, որ հիմա անվանումը փոխված է եւ գոչվի Կովկաս, ուրեմն միշտ գրվախնցոր եղած է հռոմեական գասության ժամանակ, ասենք բարսկական գասության, հետակային ռուսական գասության, օսմանական գասության եւ այլն եւ այլն։ Սա առաջին անգամ է, որ պետք է ասել, որ հատկապես 2018-ին սկսյալ առաջին անգամ է, որ ամբողջ աշխարհի հայ ժողովրդի համար եւ հատկապես Հայաստանի մեր եղբայրների քույրերի համար այն յուրահատուկ արիթը ներկայացված է, որ հայկական pedagogiությունը մեկ անգամ ընդմիշտ ինքնիշխանությունը ուժեղացնե, պաշտպանությունը ուժեղացնե եւ նաեւ ամենակարևորը տնտեսությունը ուժեղացնե։ Որովհետեւ գիտեք, ինչպես որ 2020-ին 44 օրյա ժամանակ բացահայտվեցավ, նույնիսկ մեր երկարամյա ճագերդիալ տաշնագիցը Փանես դուրս եկավ, որ աչք ունի Սյունիքի վրա։ Ոչ միայն Թուրքիան, ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև մեր հյուսիսային ընկերները ճագերդիալ անշուշտ։ Ուրեմն հիմա ժամանակը եկած է, որ մենք բազմաշերտ, բազմամագարտակ, բազմագողմանի աշխատանքները ուժեղացնենք։ Ես Իսկ այդ հյուսիսային ընկերները կներեք ճակերտավոր ասած չեն խանգարելու այդ իմաստով։ Դեսեք, եթե Հայաստանի քաղաքացին որպես մարդ, որպես քաղաքացի ինքը առաջին հերթին դառնա ինքնիշխան եւ հայկական pedagogiությունը այդ ճանապարհով իր ինքնիշխանությունը եւ պաշտպանությունը ուժեղացնե, այն ժամանակը որպես ինքնիշխան պետություն շատ ավելի ուժեղ թիրքեր գունենա հայկական pedagogiությունը եւ ինչպես որ ես 2021-ին հրապարակում կատարած էի, անշուշտ քյուդարարություն չեմ ըրած ես, բնթած էի իմ հոդվածակցության մեջ անգլերենով, որ բավական լայն տարածում կդավ ամերիկյան շրջանակներն ես, որ Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի բազմազան դարձնելու իր արտաքին տնտեսական, քաղաքական եւ ռազմական դաշինքները։ Եվ Սյունիքում եք, ասացիք, որ Սյունիքում եք եղել այս ընթացքում։ Ինչ եք տեսել, ինչ զգացողություններ ունեք, ինչպիսի տրամադրվածություններ կան, եթե դուք հասցրել եք շփվել թրիփի մասով։ Այո, Սյունիքը ինձ համար միշտ հոգեհարազատ եղած է, թեկուզ ես Լիբանան ծնած եմ, սակայն 8 տարեկանից եւ ինձ նշանակած են մեներքիչ, հարցուցած եմ, որ երգը կփափակիս երգել, Սունյաց սարերը երգած եմ։ Ուրեմն փոքր դարիքես ես զանոթացած եմ Կարեկին Նշտեի, Զորավար Անտրանեգի եւ Սյունյաց աշխարհի մեր քաչարի ժողովրդին ոգին եւ ամեն անգամ որ ես Սյունիք կերտամ ինձ համար ուխտակնասություն է։ Եվ այս անգամ երկու օրվա ընթացքին բարոն Մկարլին եւ ես եւ իր եղբայրը, որ դրոնի մասնակետ է, պրոֆեսոր է ամերիկյան համալսարանից, Սյունիք հասանք եւ այնտեղ մեր հանդիպումները իրականացրինք, հետակային ավելի մանրամասն ցեզի այդ մասին ծեր հերոսատիզորներուն կդեղեկացնեմ, բայց պետք է ասել, որ Սյունիքի ներկա ղեկավարությունը իբադիվ մարզբեդին բարոն Ղուգասյանին ճիշտ ընթացքի մեջ է, որովհետև ես ապշահար էի թրական առումով, որ այդ ծնամրրիկի ժամանակ ճանապարհները աշխատում էին, գործում էին եւ ճանապարհները շատ լավ վիճակի մեջ էին եւ իհարկե ռսաստուկ ընդդիմությունը միշտ չարփամը կմտածեն եւ գուզեն ասել, որ ճանապարհները վատ վիճակի են, ընդհակառակը էթամաժորային վիճակի մեջ մենք հասցրեցինք 48 ժամվա մեջ հասնել Ղափան
հետո անցնել Գորիս, մեր աշխատանքները ամփոփացնել եւ վերադառնալ Երևան։ Պարոն Չապարյան, քանի որ Միացյալ Նահանգներում եք հիմնականում ապրում, աշխատում, հետաքրքիր է նաև ձեր շփումները, եթե այդպիսիք կան, ամենատարբեր պաշտոնյաների հետ, ինչպիսի տպավորություններ եք ստանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետաքրքրված է թրիփում ներդրումներ անելու իմաստով եւ նաև փետրվարին գիտենք, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն է այցելելու տարածաշրջան, ինչպես Հայաստան, այնպես էլ Ադրբեջան։ Ինչպես է գնահատում այդ այցը, դա եթե ռուսերեն բառով ասեմ, դա ինչ ժեստ է, ինչ է դա նշանակում բացի ուղիղ այց լինելուց։ Շատ առողջ ժեստ մնե, սա շատ լավ փաստարկություն է, որ ամերիկյան կողմնալ նույնքան շահագրգռված է։ Մենք կուզենք, որ ամերիկյան կողմը եւ ամբողջ ազատ աշխարհը շահագրգռված լա։ Ինչ որ բանով հետաքրքրված լա։ Եվ շատ ուրախ ենք, ասի քիդագից ամերիկահայերու եւ հայասեր ամերիկացիներու աշխատանքի բնական հաջորդ փուլն է եւ սա փուլն է սկիզբն է երկար թրական շղթայինը բայց խնդիրը այն է որ մենք պետք է 2026-ի ընտրություններուն պետք է այնպես մնանք որ գեղձ օդարաստրուկ օդարակորձակալ այդ սուդ ընտիմությունը չվերաթարնա պարլament։ Որոնք են այդ ուժերը, պարոն Չապարյան։ Շատ բարձ է, Հայաստանից առաքելական եկեղեցու գլուխը կանգնած KGB-շնիկ Կարեկին B Գտրիչ Ներսեսյանը, իր եղբայրը որ Գարո Ներսեսյան Եզրաս Ներսեսյան, որ Եզրաս ջանցված է, եւ հին ռեժիմականները Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Դաշիր Սամոն եւ իր եղբորորդին, որ Ամերիկայի գազեր վերջերս սդափանություններ գդարազեր Հայաստանի հասեին, որ ադիգա ոչ մեկ հայի բադիվ չեր փերեր, ադեսակ ասենք սդափանություններով լեցված լեցուն արդայություններ ունենալ Թաքր Քարսոնի հետ։ Եվ Թաքր Քարսոնը ինչքան որ ես դեղակ եմ շատ նեղացած է, որ ինքը փուշմանած է, որ բարոն Նարեկ Ղարաբեդյանին հրավիրած է եւ ես ճիշտ ժամանակին, նույն ժամանակին իմ հերոստահաղորդումի միջոցով ես ներկայացի իր սդափանություններու բացահայտումը եւ թող չնեղանա ինձ իր ռուսանգարը ներկայացի Պինոկիոյի քիտով։ Այսինքն այս ուժերի նպատակը ձեզ ո՞րն է, պարոն Չապարյան, եւ ասա։ Իրենց ամենագենսական նպատակը այն է, որ իքին ամեն ինչի իշխանության վերադառնան, իրենց թալանը շարունակելու, նույնիսկ եթե Հայաստանը գուբերնիա, ինչպես որ ռուսերեն գսեն, գուբերնիայի վերածվի, ծայրակավարի վերածվի, իրենց համար կարևոր չէ, որովհետեւ իրենք գիշեցնեն այն աբասկային եւ հակասկային շրջանակները, որոնց համար հայկական pedagogical ինքնիշխանությունը, պաշտպանությունը, տնտեսական զարգացումը ոչ մեկ արժեք կներկայացնեն։ Ընդհանրակը իրենք կատեգորիկ հակառակ են, ինչպես որ հյուսային մեր ընկերները ըստ երևույթին ես սխալ դպավորության դակ եղած եմ, բոլորս սխալական ենք 44 օրերին առաջ ես խորհեի որ Հայաստանը լավ ցերքերում է, բայց հետո բանից դուրս եկավ որ թավաթիր չագերդյալ թաշնագիցների հետ կորձ ունենք, ետք թավաջան ներքին ռսասրուկների հետ կորձ ունենք եւ նաեւ միևնույն ժամանակ պետք է ասել որ ռսասրուկ հայեղբական թաշնակցության բյուրոնալ իր ավերիչ կորձունեությունը մասնակցությունը գբերի այս սուդ հագասկային հագաբեդական ընտիմության շրջանակներն ներս։ Ինչպես է բերում այդ հակազգային օրինակ ես երբեք պիտի ուրախություն չարդահայտեի այն փաստի մասին, որ իրենք միացած են այն թալանչիներին, այդ քրբանային շրջանակներին, որ հայկական pedagogical թեմ շուրջօրյա պրոպագանդ կնեն եւ ադի վայել չէ, ասի իսկական թաշնակցությունը չէ։ Ես պիտի ասեի որ այսօրվա ասենք իշխանության
առողջ դարերը 1918-1920-ի տաշնակցականներուն արժեքը կներկայացնեն։ Զարմանալի է, չէ՞։ Անգլերեն գսեն trading places։ Պարոն Չապարյան, վերադառնալով J.D. Vance-ի Հայաստան այցելությանը, տեսեք, միջուկային համագործակցության մասով համաձայնություն է այստեղ ստորագրվելու։ Նախ ընդհանուր առմամբ դուք ինչ եք կարծում, հայ-ամերիկյան ամենատարբեր ոլորտներում համագործակցությունները այս անգամ արդեն միջուկային համագործակցության մասով ինչ են տալիս։ Բնականաբար այստեղ ստացողը հայկական կողմն է, ինչ է տալիս դա Հայաստան։ Դա շատ մեծ թրական զարգացումն է եւ հայկական pedagogiությունը ըստ երևույթին վստահություն սկսած է ներշնչել ազատ աշխարհի առաջադար պետության Ամերիկայի Միացյալ Նահանգներու ղեկավարության մոտ եւ ադիգա միայն մեզ պետք է ուրախացնե եւ ոչ միայն ուրախացնե, պետք է նաեւ մեզ աննախադեպ աշխատանքի մղե։ Ուրախ եմ, որ հարկաժան վարչապետ Փաշինյանը եւ Տիգին Աննա Հակոբյանը վերջերս սկսած են գրթվել նորացիվությունը արշավը, ես պիտի առաջարկեի, որ հաջորդ փուլը հայտարարվի աշխատելը նորացիվությունը, որովհետև մենք աշխատանքի միջոցով հրաշքներ կրնանք կործել, աշխատանքի միջոցով եւ մեր քրիստոնեական հավատքի հիման վրա այդ զորասյունի, հավատքի զորասյունի վրա հաստատված համերաշխության միջոցով իրար ասենք բարձրացնելով, իրարու ճանապարհ փանալով եւ ոչ թե հին օսմանական եւ սովետական մենթալիտետով թիգունքեն թաշունահարելով։ Եվ ուրեմն աշխատանք ունի կատարելիք շատ կարևոր բոլորսալ աշխատանք ունենք Հայաստանից արաքելական եկեղեցին ազատագրելու առաջադրանքի գծով, նույնպես եւ Սյունիքի դարաշրջանի տնտեսական, տեխնիկական փառքավաճման գծով աշխատադեղերու եւ հատկապես Սյունիքի ասկապնակցության թվականակը գրտնապատկելու, երապատկելու, քարապատկելու, ինչու՞ չէ։ Եվ նաև անշուշտ ամբողջ Հայաստանը։ Այսինքն դուք ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր եք համարում նաև, ինչպես դուք ասացիք, եկեղեցու ազատագրումը, այո։ Իհարկե, հայ քրիստոնյա հավատքը մեր, ինչպես անգլերեն գսեն, hidden weapon, այսինքն քախնի զենք եղած է մեր ժողովրդի թիմագայության, մեր ժողովրդի հավատագորույս չլալու, միշտ թրական դրամատություններով նայելու թեպի աբակա, պատկերացրեք, որ մասսայական հայրենազրկություն կորզաթրվեցավ, ցեղասպանություն կորզաթրվեցավ։ Ես գտժվարանամ մտապերելու ժողովուրդը, որ այդ տեսակ արհավիրքի ենթարկված ըլլալով շարունակած է իր կյանքը եւ ահավասիկ բոլորս ցերքի դված այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, ասենք հանրապետության դերն ենք, թեգուզ մասնատված, թեգուզ թավատությունների զոհկացած, Արցախը գործրած, որովհետև ներքին թավաճանական կարգով եւ միջազգային թավատության հետևանքով վնաս չունի։ Այս բոլորը մենք կհաղթահարենք, Արցախը ետ կվերադառնա, բայց ամենեն առաջ խաղաղությունը պետք է պահպանվի, դարաշրջանի թեգուզ ցեղասպան ժողովուրդը կա մեր արևմուտքում եւ նաեւ իր գրծեր եղբայրը արևելքին պետք է մենք ամեն քնով չթողենք, որ հյուսային մեր ընկերները մանիպուլյացիայով հավերժական պատերազմ ստեղծեն։ Այսինքն խաղաղությունը Ադրբեջանի հետ J.D. Vance-ին այցելությունը սկիզբն է երկար շարքերու։ Մի զարմանակ եւ որ օրը նախագահ Թրամփը կա։ Եվ մի զարմանակ եւ որ օրը նախագահ Թրամփին հաջորդը կա։ Անոր հաջորդը կա, որտեղ մենք շատ կարևոր homework ունենք, դնային բարդականություն ունենք իրականացնելու։ Այսինքն դա զարմանալու չի, այլ ցույց է տալիս, թե հայ-ամերիկյան Տեսեք, հայ ժողովուրդը այնքան բարի համբավ ստեղծած է աշխարհի 4 կողմը եւ հատկապես Ամերիկայի մեջ։ Անշուշտ վերջին դասնամյակներուն այդ բարի համբավը մի քիչ խաթարված է,
բայց ոչինչ, ամերիկան բոլորին կգրթե։ Եվ կուզենամ խոսենք նաև վարչապետի այցելությունից Դավոս, որտեղ Խաղաղության խորհրդի այդ կանոնադրության ստորագրությունը տեղի ունեցավ։ Մենք գոնե տեսանք հետո ամենատարբեր լրատվամիջոցների, այսպես էկրաններին Թրամփ-Փաշինյան շփումները, թե որքան ջերմ էին, իհարկե այստեղ էլի եղան քննադատողներ, թե ինչպես կարելի է բյուջեից այդքան գումար տրամադրել եւ գնալ մասնակցել ինչ-որ լուսանկարի համար Թրամփի հետ լուսանկար ունենալու համար եւ կամ ինչ է դա տալիս Խաղաղության խորհրդին մասնակցելը, բայց ընդհանուր առմամբ, պարոն Չապարյան, քանի որ խոսում ենք հայ-ամերիկյան հարաբերությունների այս դրական դինամիկայից, ինչ է կարծում, կարևոր են նման շփումները եւ ոչ միայն կարևոր է, այլ գենսական է, որ թեկուզ 5 րոպեի հանդիպումի համար կարևոր բյուջե դրամատրվի եւ ամբողջ աշխարհը տեսնե, որ հայկական pedagogical ղեկավարը սիրալիր ընդունելության գարժանանա աշխարհի համար առաջին պետության ղեկավարին կողմը։ Եվ այդ թալանչիները հələ իրենց թալանած գումարները թող վերադարձնեն, հետո մենք նոր կմտածենք ինչպես պիտի ծախսվին այդ գումարները, ինչպես պիտի կորձուղվին հոգուտ մեր հանրապետության քաղաքացիներին։ Եվ քանի որ ասացիք, չի բացառվում, որ JD Vance-ի այսպես այցելությանը հետևեն հետո այլ պաշտոնյաների այցելությունները, ընդհուպ Թրամփի այցելությունը, ձեզ ինչ-որ բան հայտնի է կամ ժամկետներ կամ ինչ-որ խոսակցություններ հասել է ձեր Այս պիտի չի նախադասում, կանխադասում անեմ, բայց միայն մեկ բան կարելի է ասել, որ վերջին ասենք 125 տարվա մեջ առաջին հանրապետության բռնազավթումեն միջև վերջին 4-5 տարիները այսպիսի ինտեգրացիոն չի իրականացած։ Առաջին անգամ լալով ամերիկահայությունը Ամերիկայի ռազմաքաղաքական շրջանակների հետ partnerության մեջ մտածել։ Այսպիսի բան երբեք չի իրականացած։ Ոչ անկայի միջոցով, ոչ էլ ես հարկանք ունիմ, ես հիմնադիր անդամ եղած եմ եւ անկային եւ ասեմբլեին եւ միջև մայլ գաչակցիմ երկու գազագերբություններում, բայց պետք է ասել, որ այսպիսի կոորդինացիոն 125 տարվա մեջ երբեք չի իրականացած։ Իբադիվ քիդագից ամերիկահայերի եւ հայասեր ամերիկացիներին։ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ ճանապարհին է, ճիշտ հասկացած ես։ Իհարկե։ Ճիշտ ճանապարհին է առանց ըլլալու ասենք արեմդաստրուկ, առանց ըլլալու ռսաստրուկ, այլ ըլլալու հայասեր, հայամետ։ Ամենակարևորը դա է։ Եթե մենք կկարողանանք այս դեմփով առաջ երթալ եւ հայկական pedagogical ինքնիշխանությունը, պաշտպանությունը, ժողովրդավարությունը, տնտեսությունը նույն դեմփով կարողանանք ասենք առաջ տանել, ապա ուրեմն պետք է ասել, որ իմ արտահայտությունը, որ Հայաստան եւ Սփյուռքը օժտված է ոսկե սերունդով։ Եվ խաղաղության պայմանագիրը ինչ եք կարծում, արդյոք հնարավոր համարում եք նաեւ դրա կյանքի կոչումը, որովհետեւ քիչ չեն նաեւ այդ իմաստով կասկածողները, եւ արդյոք ճիշտ եք համարում, որովհետեւ այս մասով էլ շատ են քննադատությունները, որ գիտեք, խաղաղությունը բոլորիս համար գենարար աղբյուր է, որովհետեւ մենք ստեղծագործենք, սակայն միևնույն ժամանակ թշպախտաբար այնպիսի երկրակունթի վրա գաբրինք միջազգային ասենք հասարակության այնպիսի որակ կա ներկայիս, որ այո, ինչպես որ նախ Ռեգանը գսեր trust but verify, այսինքն հավատք ընծայ, բայց միշտ ըստուք է, ինչ ցել գուզեմ։ Խաղաղության համար մենք ամեն կերպ կողմնակից ենք, բայց միևնույն ժամանակ պետք է որ աչալուր չլանք եւ պաշտպանությունը միշտ զարգացման ուղիով առաջ տանենք։ Եվ քանի որ 26 թվականի ընտրություններից նաև խոսեցիք, պարոն Չապարյան, ինչ եք կարծում, նժարին ինչ է դրված 24 թվականի ընտրություններում, այսինքն հասարակությունը ինչի եւ ինչի մեջ պետք է ընտրի եւ դա պարզապես քաղաքական իշխանություն ձևավորելու մասին չի, ավելի շատ քաղաքակրթական ընտրություն է, ես ճիշտ եմ հասկանում։ Այո, քաղաքակրթական ընտրություն է, որովհետեւ թշպախտաբար միջև հիմա
ավտոկրատ քաղաքագրթությունը ամեն կերպ սաբոտաժ ըրած է հայկական պետականության եւ ոչ միայն հայկական պետականության։ Եթե լավ նայենք, ուշադիր նայենք, պիտի տեսնենք, որ գրեթե ամբողջ նախկին սովետի տարածքի պետությունները թիրախավորված եղած են այդ ավտոկրատ ռեժիմի կողմէ, որ չկայանան որպես առողջ տնտեսությամբ ժողովրդավարություններ։ Եվ այս ուղղությամբ մենք շատ աշխատանք ունենք անելիք եւ իմ հայրենի քույրերին եւ եղբայրներին առաջադրանքս է, որ իրենք լուրջ որոշում ընդունին հայկական պետականություն թե հայկական գուբերնիա, հայկական հզոր ինքնիշխան եւ պաշտպանունակ եւ տնտեսապես զարգացած կամ զարգացող առաքնթաց զարգացում ունեցող պետություն, թե թալանի ենթակա մարդասպանությունների ենթակա ամեն տեսակ հանցագործությունների ենթակա գուբերնիա։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Չապարյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայ կյանք եւ USA Armenian Live թերթի գլխավոր խմբագիր հիմնադիր Աբո Չապարյանի հետ։ Կհանդիպենք։